У каждой, сука, есть своя цена. Ինչ պայմաններում են իրան ստեղծել, ովքեր են իրան ստեղծել։ Շատ իդեալական ինտեգրվում էր Ալ Պաչինոյի հետ։ Ախպեր իմ համար ինք սաղ նույն տեղն է, նույն Ֆիլմ ու դարավ դու իրա կնգա վերջին նվերը սպանել ես։ У нас есть правила, да. Արդարացված է, որովհետև առաջինում ձրի է նկարվել։ Ընկերներով են հավաքվել ու donate հայերը ջոգում ես։ Քանի ստեղից չեն հայտարարել էքսկոմունիկադո։ Кто-нибудь. Дайте этому Ես քեշի սազում, այսօր մտեսի։ Ես ով եմ։ Չէ, դու բանն ես։ Երրորդի թե երկրորդի սկզբում է, որ այդ մեն Պետր Ստորամորային մոտ։ Հագի շպրտում ան երկևս չողով վզով։ Չէ, բանը որ Ոյկայի դերասանն է։ Կոնստանտինի մեջ էլ բանն է խաղում։ Սատանեն։ Հիշում ես։ Դա Ջոն Ուիկի մեջ էլ կա։ Հա։ Դեմիս մի պայթմա մոտը ռուս մաֆիոզի է։ Ոնց է սկսում։ Բան։ У всего, сука, есть своя цена. У каждой, сука, есть своя цена. У этой, сука, нет цены. Դերասանական մինուս։ Ոնց է вообще ասում։ А у этой, сука, нет. У этой, сука, нет. У этой, сука, нет. У этой, сука, нет. А у этой, А у этой. А, все. У каждого, сука, есть своя цена. А у этой, сука, нет цены. Кто-нибудь дайте парнишку пистолет։ Դեցել ես։ Քանի ստեղից չեն։ Քանի ստեղից չեն հայտարարել էքսկոմունիկադո։ Եկեք սկսենք վեր էպիզոդը, ես ում արդեն բարձր ինչի մասներ էպիզոդը։ Այսօր մենք քննարկելու ենք համաշխարհային պատմության, կինեմատոգրաֆիայի պատմության մեջ լավագույն էքշն ֆրանշիզան, որը սկսվա որպես շատ ցենց անկախ փոքր բյուջեով ֆիլմ ու դարավ նենց մի հատ ֆրանշիզա, որը արդեն շուտով ունենալու է իր 3A բանով խաղը, 3-ան այդ նշանակում է մեծ բյուջեով խաղ։ Այսօր խոսալու ենք Ջոն Ուիկի ֆրանշիզայից։ Այսօրվա 2/1 էպիզոդը համարում ենք սկսված։ Չմոռանաք բաժանորդագրվել, լայքել, կոմենտել, խոսալ այս վիդեոյի մասին, ուղարկել մարդկանց, ովքեր սիրում են Ջոն Ուիկը, որովհետև այս էպիզոդը իրանց հաստատ դուր կգա։ Ու մի մոռացեք, որ ամեն մի կանոն ունի իր հետևանքները։ Սկսեցինք։ Ցիտում էիր կինոից հատված, հա։ Правила и последствия։ Հա։ Ամենալավ մասը որն է։ Առաջինը։ Իմ համար։ Դու ինչ կասես։ Ջոն Ուիկը լավն է։ Իդեք է լավը, որովհետև ամբիցիոզ ֆիլմ է։ Պրոստը ամբիցիոզ մենք ասում ենք նրան, որ ստեղծվել է, որտեվ պետք է ստեղծվի ու ինքը բան է։ Չգիտեն ոնց ստեղծեն, բայց պետք է ստեղծվի։ Այդ սկզբունքով է։ Բայց իմ հարցը չէ։ Հարցի որն է ամենալավը քո համար։ Դե ես էլ դրա համար եմ ասում։ Ամենալավը առաջինն է, որովհետև առաջինը անցել է բարդ ճանապարհ։ Ամենավատը։ Դե իմ համար վատը չի, ինքը Համար բարդին։ կար վատը։ Ինքը իդեալական բայևիկ է։ Հոլիբերին որը հայտնում, երրորդի մեջ։ Խոլիբերինով է։ Որտեղ հայտնում։ Գրազան բանի X-Men-ների։ Իմաց է, բայց որտեղ հայտնում։ Երրորդի մեջ ոնց որ հայտնում, որ բանին է շեյխին է սպանում է, մատը կտրում է։ Երրորդն էր։ Հա։ Իմ համար ամենավատը էր։ Խավատը։ Вообще թեմայի մեջ չէր։ Իմ համար։ Երկրորդի շարունակությունն է։ Երկրորդի վերջում ինքն յադում որ սպանեց, իրան հայտարարեցին էքսկոմունիկադո, ամբողջ երրորդը նրա մասն էր, որ Ջոն Ուիկի հետևից ընկած է։ Փախնում է ինքը։ Սաղ ֆիլմը ինքը փախնում է։ Ոնց այն одноклассники վեկտոր խաղերն են։ Իմ համար Ջոն Ուիկը շատ լավ բայևիկ է։ Վերջի ժամանակաշրջանների Շատ լավ։ Իդեալական է ուզում։ Բայևիկը։ Դե վсё։ Բայց իրա հիման վրա զգացել եք ինչքան կինո է նկարվել։ Իրա բանով։ Իր աշխարհում թե։ Չէ։ Օպերատորսկի գործոնը բանի մեջ, բայևիկի մեջ, բանի
Խորեոգրաֆիան Ես մի բան- կռիվների Ես մի բան չհասկացա, կռիվների խորեոգրաֆիան չէր կարա վատ լիներ, որովհետև ռեժիսորները դրան ասն էին։ որովհետեւ բան է, կասկադյոր է։ Ռեժիսորը կասկադյոր է։ Հա։ Ռեժիսորը Matrix-ում Ջոն Ուիկի բանի։ Հա։ Կիանու Ռիվսի կասկադյորն է եղել։ Հա։ Չածտախելսկին։ Ուրեմն ռեժիսորները։ Չածտախելսկին ու Դեվիդ Լիչը։ Հա։ Հետո որ մեկը գնաց մյուսը մնաց։ Չէ, Դեվիդ Լիչը գնաց մնաց Չածտախելսկին։ Ուրեմն ամենահետաքրքիրը է նա, որ ֆիլմը տենց դինամիկ չի եղել, էլի, ֆիլմը եղել է զանուդնի ֆիլմ։ Առաջինը։ Հա։ Առաջի մոնտաժի վախտա խոսքս գնում, այլ ոչ թե ֆիլմը ոնց կա։ Հա, դու ճիշտ ես, բանել ես ընդոկը։ Հա։ Դու չեք նայել դոկը։ Չասին է։ Wicked Ball, это որ նայեք, ընդեսախ կբացատրի։ Week is pain։ Հա։ Հա, week նշանակում է pain։ Էդի вообще ասում է այդ արտահայտությունը եղել է նրա վրա, որ ուրեմն այնքան շատ է չարչարվել պարապմունքների վրա, որտեղ ինքը կաղում էր, որտեղ ինքը այն չէր, էդի ոչ թե կաղում էր հերոսը, այլ կաղում էր դերասանը։ Կիանու Ռիվսը։ Կիանու Ռիվսը։ Հա։ Այսինքն, որովհետև ինքը ծունգը տրավմա ուներ, ամբողջ օրը իրան պարապացնում էին, ինքը այդ սաղ պրյոմները սովորում էր, Ինքը ջահել չի։ Հետո ես պարզեցի, որ փաստորեն ինքը բավականին ուժեղ կասկադյորսկի դերասան է։ Հա։ Ստեթխեմի հետ համեմատում էին բանին։ Կիանու Ռիվսը։ Հա։ Ջոն Ուիկի սկսած։ Չէ, вообще, հա։ Որի է ինքը նորմալ կասկադյորսկի բանը։ Matrix-ում էլ է ինքը։ Ինքը, Հա, չէ։ Ինչ-որ հա, ինչ-որ հատվածներ եղել է, որ ինքը, ինգեր, նա ինքը չոտքի կռվում է։ Հա։ Միշտ ու բայց իրա որպես դերասան չեն դիտարկում որպես կռվող դերասան, չէ, իրան դիտարկում դերասան։ Միքչալ ռոմանտիկ դերասան, էլի։ Հա, սլատկի նոյաբր, բան։ Хотя ես միշտ լավ դերասան չի как таковой։ Իրա Դերասանը կան խաղի տեսանկյունից նայելով։ իրա ամպլուայի մեջ լավ է։ Այսինքն ինքը հա Օսկարի չի, բան չի, բայց ինձ որ խորանաս իրան էդի պետք է, որ Իրան նման երկրորդն է չկա, Կակ մինիմում այդ իրան նրա համար է պետք որ նայում ես ինքը ինչ դերասանների հետ է խաղում։ Ալ Պաչինո, Գարի Օլդման։ բայց ոչ Ալ Պաչինոին է զիջել։ Հավատի։ Ախպերս իրա կերպարը, որ կար այդ advocat դիավոլի մեջ շատ իդեալական ինտեգրվում էր Ալ Պաչինոյի հետ։ Շատ փափուկ նստում էր Ալ Պաչինոյի վրա։ I don't lose։ Հիմա եթե ինքը մի քիչ լավ խաղար, կոլապս կստեղծվեր։ Որը ես եմ ուպը։ Որովհետև ընդ արդեն մի հատ հիստերիկ է խաղում։ Ու ներվերս երակները ցցած ու մի հատ պետքա մի հատ ասենք Я тут альфа и омега։ հա Իմ ասած այդ չէ, ինչքան ինքը զուսպ խաղում։ Այլեն ինչքան ինքը լավ խաղում։ Ինքը չի կարող դաժե զուսպի մեջ լավ խաղա։ Չգիտես ինքը շատ տափակ է։ Բայց բան չեմ ասել, ֆիլմը լեգենդար ֆիլմ է շատ անսի։ Հիմա այստեղ դու կարաս ֆրաս կպնես իրան այնքանով, ինչքան որ ես կպնում եմ բանին։ Նիկոլաս Քեյջին։ Сука, последствия։ Չէ, У нас есть правило, да։ Նիկոլաս Քեյջին չի կարելի կպնել։ Նիկոլաս Քեյջը ինչա սուպնա Գոր Վարդանյանն է չի կարելի կպնել։ դե նայ ես էլ Կիանու Ռիվզին սիրում եմ, այս հատուկ պլաստիկը դրա համար չդրեցի։ Բան չկա, էսը բարձավ հենա։ Ույս թույնը էթոմա վերև։ Ինչ թույն է այդմա վերև ախպես աշխարհը ոչնչանում է կողմերից։ Անգլիազյան մենք ստեղ Ոզում նստած։ էին շերտը քայքայվում։ Հա, բա մտածող դրա մասին դի մտածող թե այն էշիշ կրակողների։ Ուրեմն, նայ։ Ինքը բանա իմ համար Դի կարի։ без պրոբլեմնի դերասան է։ Կինոյում, որ նստում եմ, ես իր ֆիլմերը նայում եմ, ինքն էլ երևի գիտի ինչ պետք է խաղա։ Դու ոնց խաղա, այսինքն իրենք չի գցում ինքն այս կերպարի մեջ, որ ասես սա վարա։ Չէ, բայց ջոգել ես վերջի 13-14 տարում։ Հա։ Որտեւ ին առաջ չեմ եկել։ 14 12 տարում, 13 տարում համարը։ Ինքը խաղում է Ջոն Ուիկ, ամեն տեղ։ Նույն ձևը ինքը։ Այդ դրա վրա բան չեմ կարող ասեմ։ Ֆիլմում հենց այդ մտ կայֆոտ մոմենտ կա, Wicked Ball-ում։
ասում է Ջոն Ուիկը փորձում էր իրան դրամայի մեջ։ Ու իտոգում հասկացան բոլորով ինքն էլ հետը, որ վсё ինքը action դերասան է։ Չէ, բայց ինքը լավ գործեր ունի, Իսկ դες խի ինքը action դերասան, որովհետև իր ինքը մի հատ հետաքրքիր բան ունի, ինքը դրամաներում, բաներում լավներ, որովհետև ինքը ինչ-որ թախից ուներ աչքերի մեջ։ Հա։ Որպես դերասան, այդ իր բեքգրաունդը, որ ունի մեծ դեպրեսիաներ, այդքան կորուստներ, երեխեն, կնիկը եւ այլն, ընկերը։ Այդ ամեն ինչը, որ ինքը տեղափոխել է action, այսում է ավելի իդեալական է նայվում։ Հա։ Մանավանդ որ այդ Ջոն Ուիկը որպես այդպեսին ունի իր տրագեդիան, չէ՞։ Հա։ Շունը, Կինը։ կինը։ Արային որ չորս մեջ ասչանից գնում է հեռախոսով բաննան, ընկա վիդեոն։ Շամպահը սենց էր։ Առաջի շունը, չէ՞, առաջի շանն ասում։ Ֆիլմում, որ շանը պետք է խփեն, խնդիր է ծագում։ Հոլիվուդում չի կարելի շուն սպանել։ Դա նշանակում է դու կորցնում ես 60% աուդիտորիա մի անգամից։ Ու ռեժիսորները այնքան չեն կարող շան հետ աշխատեն, որ մտածում են ողջ շանը շուտ վերացնեն։ Ու հենց այդ պահը կայֆ է նրանում, որ իրանք սպանում են շանը ու թեման տանում են շան վրով։ Շան վրեժն է, տիպը լուծում։ Ճիշտ է։ Իրանք սցենարը գրելուց դա ստոպ են եղել։ Որ տիպը շանը սպանել չի կարելի, շանը սպանել չի կարելի, բա ինչ անենք, բա եկեք թող վրեժը լուծի շան։ Ու այդ դեպքում աուդիտորիան կշատանա։ Բանի տեսա։ Այստեղ ամենավատ բանն է գալի կինոինդուստրիա, երբ որ մարդիկ մտածում են ոնց ծախեն։ Կամ ով կնայ, ով չի նայ։ Բայց հիշում ես այդ առաջ տեսարանը, որ այդ Գյադեն, այդ Իգրա պրեստոլովի տղեն, հանուն չեմ հիշում ոնց էր։ Ալֆի Ալեն, այդը։ Հա, որ հորմոտ է գնում, ասում է, որ սպանել եմ իր շնին, ավտոնը վեկալել եմ։ Խոմատոլի բզաբերին։ Ասում դու ջոկում ես, դու ինչ ես արել։ Դու իր կնգա վերջին նվերը սպանել ես։ Փրկվի, գնա։ Я не ручаюсь։ Բայց ամենաբոցեն է, որ եկան ավտոն բերեցին են բան մեքսիկացին սես նայեց, ասեց ումից եք վերցրել։ Ասում եմ այդ լող կա դրանից։ Ասում դուք իրեն սպանել եք։ Չէ։ Եկալ մաշետու դավայել։ Այդ ամենալավն է, բայց բա, եթե սպանել էր, եկը կվերցներ։ Մի բան կոսում մոլոդեց։ Ու ծաղիկ զագիր, էսի Ջոն Ուիկի սպանել են ոչ կարա։ Տեսանում մի հատ հետաքրքիր մոմենտ կա, որը աչքի չէին գնում, դաժե եթե աչքի են գնում, դա օքեյ է նայվում։ Մի պահ կադրի մեջ մտնում է կամերայի ռելսը գետնին։ Լուրջ։ Հա, ես չեմ նկատել։ բայց դա ինձ օրգանիկ է այդ միջավայրի հետ։ Ավտոմասтерская։ Ճոգոս ոնց է չլի ինչ որ դες մի հատ բան կլինի դե դիետնի գցած, չէ։ Հա, դե։ Նա ոչ մեկ չի նկատում որ ռելս մտավ կադր։ Вообще գիտես ոնց է։ Ինքը շատ ջորգանի ֆիլմ է, չէ՞, նայում ես։ Բայց ես նկարած ֆիլմ է։ Այդ ռեժիսորները պատմում են, ասում են մենք որ առաջի ֆիլմը նկարեցինք, բրծանք, դրեցինք, նայեցինք մոնտաժը, ասում ենք, վայ։ Ժոմս ինչ տենդենս մտցրեցինք։ Ապա, սպասի, ասում են, վայ։ Սա կադրերը փափուկ էին, ջորգանի չկար։ Ինքը տան մեջ մի 20 րոպե պրոստը ֆրֆռում է, լոմկա։ Այսպես կադրերը։ Ով նայելաս է ցարել։ Մեզ անգամ կստացվի։ Հա, էդի մենք խոսում ենք Ջոն Ուիկ առաջինի մասին, որ մարդիկ մոնտաժից հետո։ Հետո գնում են սաղ ստուդիաներով խոսում են, բան, որ այս ֆիլմը բան post production, այսինքն վաճառքի հանեն, ոչ մեկ չի վերցնում։ Չի վերցնում, մինչև հիմնական պրոդյուսերը իրանց ուղարկում է տրեյլեր իրանց ֆիլմից։ Ու ասում է, ես կծախեմ այս կինոն։ Բայց ինքը պրեմիերից հետո է խայփ հավաքել։ Կինոն չի։ Այդ տրեյլերը, որ հիմա կա, էդի սարքում է պրոդյուսերը իր թմի հետ։ Հետո դնում են մոնտաժը փոխում են, սարքում են դինամիշնի, փրթում հանում են սաղ։ Ու նոր ջոգում են։ Փաստորեն, պասուծի Ջոն Ուիկ երկրորդից նոր իրանք հասկացան կոնտինենտալը ինչա։ Նոր իրանք հասկացան ինչ պատմություն է, ու նոր вообще հասկացան ուր են գնում։ Կինո առաջին է պրոդյուսը եկե։ Իր պրեմիերայի ժամանակ խայփ չի հավաքել։
Ինքը հավաքել ահագին հետո։ Սիֆրավոյ վախտա։ Հա, ցիֆրավո երբ որ դուրս եկե, պրիտոմ շատ արագ է դուրս եկե, որովհետև ինքը բանից կինոթեատրներից փող չի առել։ Չնայած նրան շատ քիչ է, 20 միլիոն է եղել, ինչ է եղել իր ոբշե բյուջեն, դաժե հետը կարող է եղած։ 6 միլիոն։ Դա, տես, ես սխալ գիտեի դաժե։ Ոչ մեկ փող չի վեկալը։ Հա։ Բայց ինձ էսի է դզում Ամերիկայում ասեմ ու ասա դու կարայր գնայր լինեիր Նյու Յորքում ու մտներ Ջոն Ուիկի սյոմիչնի սաստավ։ Ես սա դրա վրով լսել եմ, որ հա։ Լյուբոին էին վերցնում։ Հա։ Ով պատրաստ էր գար մասնակցել։ Դե աղջիկ է եղել, որ 600 քանի հազար ներդրում արել, այդ առաջի կինոյում։ Ընկերներով են հավաքվել ու դոնեյթ ա եղել ջոգում ես։ Ու մարդը որ վերջի պահին դոնեյթ արել, բայց ըստ այն լոգիկայի, որ հետո հետ են ստանալու սա, ինչ-որ պրոցենտ։ Իդես բայց խիտենց։ Դու ֆինանսավորումը կեսից հանին։ Հա, ու այդ աղջիկը պատրաստին բրծան փորձերն արին, արդեն պետք է սկսեն կինո նկար, ֆինանսավորումը անին։ այդ աղջիկը որ դոնեյթ արել, որ տվել է փող։ Քանի կինո դուս եկավ ուժը։ 4 բալերինա, բան, խառը, կոնտինենտալ։ Ամեն ինչից ինքը փող ունի։ Ու այդ աղջիկը դարձել է պրոդյուսեր, բայց ինքը вообще թեմայի մեջ չի եղել։ Դա որովհետև իր մասին այսօր եմ կարծացել։ 600,000-ը դա գալիս է բուկվալը 10%-ը։ Հա։ Այսինքն 10% Ամենաշատը ինքն է փայ ունի։ տվել։ Ամենաշատը ինքն է տվել փող։ Դա չգիտեմ ոնց է ինչ է եղել, դրա վրով չեն Դե մարացել։ համատում ես 4-ը $100 միլիոն։ Կստացի 4-ի հետ մի հատ արագ բան ասեմ ու ասենք առաջ։ 4-ը նկարել են $100 միլիոն, $100 միլիոն նկարել են Sinners-ը։ Այն նախորդ էպիզոդներից մեկը։ $100 միլիոն նկարել են այս Trip ֆիլմը, լակոմի կուսոջիկ։ Բանն է։ Ben Affleck-ն է խաղում Matt Damon-ի հետ։ Օրես մի բան չեմ ջոգում։ Ու տարբերությունն է, John Wick 4-ը նկարել են մի քանի տարբեր երկրում։ Հա։ Հիշում ես այն Победная арка մոտի այդ քշմ պագոնյան, որը համարասախ VFX-ը իրականում պատկերացներ VFX-ը։ Հա։ Նկարել են տենց այդքան օբշի պլաններ, massive կեկ ու այդ տիպի ծանր աշխատանք են կատարել $100 միլիոն, իսկ այդ լակոմի կուսոջիկը նկարել են մի հատ փոքր տան մեջ, մի հատ action տեսարան կա կրակոց պատի արանքով, մի հատ պագոնյա տեսարան կա, որ պրոստը դուրս է երկու հոգի վազում են հետևից ու ասոբը всё։ Երկու հատ դերասան ու всё։ Երևի 50 միլիոն տվել են։ Ախպերս նայ ոնց է։ Դա բանն է, էլի տարբերությունը բյուջեն տարբեր մարդկանց ձեռը ինչի կարա։ Ես հասկանում եմ։ Դրա մասին դժ էլի են խոսացել։ Ես հասկանում եմ, նայ, երբ որ դու իմանում ես պատմությունը, դու հասկանում ես, որ երբ որ John Wick 3-ում John Wick-ին բանին Keanu Reeves-ին տալիս են $15-20 միլիոն, դա արդարացված է։ Կինոից ավելի շատ է, քան այդ։ Չէ։ Արդարացված է։ Արդարացված է, որովհետև առաջինում ծրի է նկարվել։ Առաջի ֆիլմում ինքը ծրի է նկարվել, երկրորդը կասվից բոռ է ունեցել, երրորդին իրան լավ թիքա են տվել։ Հա, արժանի։ Հա, այսինքն մարդիկ տես ասում են ստացել է 15 բառ ասա, այսինքն ամեն մի բառը $1 միլիոն արժեց է, բայց մարդը երկու կինո է նկարվել, նոր 15 միլիոն է ստացել։ Բացի դրանից դու պատկերացրու ինչքան ողնար բանջը արդած կլինի կողոս կրետ ընկներուց այդքան։ Ինքը ամբողջ օրը սամբո էր պարապում տոլի ջյուդո։ Դու տեսնես վիդեոները ոնց է ինքը կրակում պրոստը։ Այդ կրակելը հայ, համ կրակելու էր գնում, համ բայվոյ պարապմունքների էր գնում ու իրեն չլում էին։ Ամենաետարքի է, Ուրեմն որ դե տիրա ձևեր անում է, արագ զարիժա տանելը, պահելը սենց։ Կստացի դուք ջոգել եք այդ։ Սա իսկականից ինքն է։ Իրես ինչ մոմենտ էր։ Զենքի այդ սպիշկեն դրել են, չեն կրակե բանով։ Խալաստով չեն կրակել։ Կրակել են դատարկ փամփուշտով, որի գիլզեն թռնում է։ Հա։ Ու ամեն անգամ կրակելուց գիլզեկը թռնում էր ու պրծնում էր։ Հա։ Ու ինքը պետք է սովորեր դա անդադ փոխել։ Դա ամեն ինչից կար իսկական ադաչա զենքի։ Հա, սաղ լնում է։ Իսկականից խոսքի ռեակցիաներ զենքի։ Դա իրանք ոնց որ նորություն ստացա։ Անկախ իրանցից առաջինի մեջ որ բանն է պատմում մատիտով պատմությունից գոլի մատիտով ասում իրան զենք պետք չի։ Գոլի մատիտով ասում մարդը սպան է։ Ու երկրորդի թե երրորդի մեջ էր որ դա
ցույց են տալի։ Մատիտով իսկական։ Հա, իսկական։ Չեն ցույց տալի, բայց նման բան։ Դե, հա։ Մատիտով արտասպանում։ Ու ես այդ պահը որ տենում եմ, կհիշես բանի մեջ Batman-ի, Nolan-ի Batman-ի մեջ որ Joker-ը Կարանդաշ իսպարիլսա։ Որ ասում է։ Ջեյմի Ֆոքսին որ սպանում է։ Դա էդի շատ լավ օրինակ է։ Բայց որ խոսան որ ինքը մատիտով արել ու ցույց տան հատել երրորդ սեզոնում որ ինքը մատիտով մեկին հերձում է։ Ցույց տվին էլի, մատիտը կողեց բողազը Բայց պրծա։ դու պատկասես ինչքան մարդեր ուզում տենալ էդի։ Հա։ Մատիտով ոնց կարելի սպանել։ Մենակ էդի խոսացին, երկու ֆիլմ հետո նոր ասում են մատիտով սպանելը դա թորինված չի էլի ջոգիր։ Հա, բնական Բանը ռոք-ն-ռոլշիկի մեջ որ մատիտով սկսում է ախրանիկին ծվղել։ Բայց ախրանիկին ոչ թե տրայիխ։ Դե բայց Տրայիխ կարանդաշում։ Հա, նարկոշը մի օգտ ախրանիկի Обычным, мать его, карандашом։ Դուք զգացել եք Ջոն Ուիկի ինչ ահռելի հետ կա թողի համաշխարհային կինեմատոգրաֆի հետ, այդ հրաձիկների, ագնեստրելի հետ աշխատանքի մասով։ Ջոն Ուիկից հետո ես մինիմում 4 տեղ տեսել եմ որ բան են Դա է ասում ես խորեոգրաֆիան։ Որ բան է, պիստոլետը ինքը մի պասեն ցումա այսպես բանը նայում պատրոնիկի մեջ նույնց հետ է։ Էդի մինիմում 4 տեղ ես տեսել եմ։ Այդպես նարեսկի ես անպայման կտամ կդնես, կգտնեմ։ Բանի մեջ նայել եք դուք Շերրի Ստերոնի Ատոմնաբենզինկա։ Նույն բանն է, վայթե դաժե նույն կասկադյորսկի սաստավներն են եղել մեջը։ Կարա։ Ու ես այդ կինոն երբ որ առաջի անգամ նայ, ասեցի Ջոն Ուիկ в կաբլուկах, ու ես շատ կուզեինք շարունակություն ունենար։ Պրոստը չեղավ։ Դրա տեղը բալերինան դարավ։ Բալերինան շտուֆ Ես չեմ նայ, չեմ ուզում իրականում։ Շատ լավ, ապեն դուրս կգա։ Ինձ լսի Որ Անա դե Արմասն է դրա համար։ Անա դե Արմաս։ Ապա շատ լավ է կռվում, ապա Անա դե Արմասի կռվելը, էդի սես մի հատ դեսմիշ սուպեր գր չէ, էլի կռվում։ Իսկական աղջիկա, իսկական տղա դեմու այդ ֆիզիկան զգացում ես տարբերությունը։ Հիմա այդ պահը, որ այդ օփշի բաները էքշն ֆիլմերը, որոնք որ հիմնված են այդ խփոցու վրա, вообще Չես կարող ասես, դու տաբան ես, էվոլյուցիան ես ուզում Չէ, հասկանալ։ էվոլյուցիան չեմ ուզում ասեմ, ես ուզում ասեմ, ինչու եմ ես հավանում Ջոն Ուիկը առանձին տեղ դնում, ու իմ համար ինքը կարա լավ ստարտվի տոշկա լինի, հապագայի լավ բայվիկի համար, որովհետև շատ քիչ բայվիկ ենք տեսել, որոնք որ ունեն գրագետ աշխարհ։ Вообще այսօր կառուցվում է աշխարհ ու այդ աշխարհում են ապրում ոնց որ այդ դարի կինոն է Դե կա կլասիկա, այդ կինո ստեղծի։ կա կլասիկի բայվիկներ, որը որ քո ասած Ռեմբո, Մեմբո, տենց տիպի բաներն է, որի մեջ նորից բաներ է մտնում, ռեժիմիները։ 4-ն էր վերջին, թե 5-ն էր, չեմ հիշում։ Ինքը ուզեցավ ինչ-որ բան փոխի, բայց չստացվավ։ Բայց ինքը էլի ոսկե կլասիկայի մեջ է, էթում իր ամեն ինչով։ Սիլվեստր Ստալոնը։ Հա։ Ես մենակ իր ռոկին է որ Ու կա հիմա Ջոն Ուիկ, որ Ջոն Ուիկից հետո սա ուզում են փոխեն։ Հա, սա փոխվել է, բրա, փոխվել է։ Այն տիպի է փոխվել, որ ասենք Չադ Ստախելսկին ու Դեվիդ Լիչը հասան նրան, որ 27 թվից Օսկարում ավելանալու է Կասկադյորսկի Օսկար։ Բայց մի հատ մեջբերում անեմ։ Պրիկի, դա իրանց թմի բանն է։ Միջև Ջոն Ուիկը Օսկար լավագույն դուբլոր պետք է լինի։ Բայց այդտեղ մի հատ հետաքրքիր բան է գալիս, դիլեմա։ Տալ լավագույն Կասկադյոր կատարող, ով որ կատարել է այդ տրյուկը, թե լավագույն պաստանոշիկ տրյուկով։ Ով որ բեմադրել է դա։ Вообще դա երկուսն պետք է դնեն։ Չեն կարող մեկը դնել։ Ես այդ չգիտեմ։ Խի։ Չեն կարող։ Երկուսն տարբեր բաներ են։ Մարտով ռիսկի է գնացել դա արել է, ու Մարտով չնայած հիմա մի քիչ աշխատում են այդ բարդ բաները հանեն, որովհետև կասկադյորները թանկ արժեն։ Հա։ Վնասվել է, էլի։ Կապ չունի, բայց դու պատկերացրու ինչ կայֆ է նայվում։ Մենակ այդ ասենք Դեվիդ Լիչը բանը Չադ Ստախելսկի թիմը, իրանք մի հատ մեծ community են Հոլիվուդում ստեղծել։ Իրանց ձեռագիրը ամենտեղ երևում է։ Բանն է, գիտես, չէ՞ պարապացրել այդ Կասկադյորսկի բաները Ջոն Ուիկ 1-ի այն Էշի ախպերը որ խաղում է, որ մեծ լավ խփոցի արին կլուբում իրար հետ։ Չեմ հիշում։ Դե ախպեր ուներ։ Ով։ Այդ գյադեն որ ավտոն գողացավ, Չեմ հիշում։ մեծ ախպեր ուներ, ով բիզնեսը ռուլիտ էր անում հոր։ Այն կարող է գյադեն որ ամենտեղ կա։ Սախվելերում կա։ Բայց ախրանիկի տեսքով է։ Հա,
Այն որ սախ ֆիլմերում կա, դաժե բալերինայի մեջ կա։ Նա Չգիտեմ, խարակտերն չեմ դեմքով ապուշի է դա։ Հա։ Ինքը այդ կասկադյով հիշում։ ոստանովщикն է։ Չեմ հիշում դա, Այդ գնա։ միջև բանը Թմից է։ Ջոն Ուիկը Չէ, ինքն է ղեկավար կասկադյորների։ Ռեժիսոր չի կարա պրյամո։ Հա, կարա լինի։ Չնայած այդ երկուսը Էրնեստ։ Բանի մեջ օրինակ, այս Գարիկի ֆիլմը որ դուրս եկավ, Կրկին փորձերը, դրա մեջ խաղում է Աղվանը, Թևոսյան, իր մասին մի անգամ խոսացել ենք։ Ես խոսացել եմ, ինքը այդ ֆիլմի պասանովщикն է, ինքն էլ անձամբ մեջը խաղում է։ Հա։ Ու ես չգիտեմ Հայաստանում իրանից բացի ուրիշը կա թե չէ, բայց ինքը շոտ լավն է, շոտ լավն է։ Ինքը ավելի շատ ես իր հետ ինչքան շփվել եմ, ինքը ավելի շատ այդ հոլիվուդյանի կողմ։ Այդ որ ոչ թե փրթեն կդրտեն կադրերը, այլ ցույց տան հնարավորինս օփշի պլան, հնարավորինս երկար պլան ու հնարավորինս շեշտը դնեն խորեոգրաֆիայի վրա, շարժումների վրա, Լսի, մի բան է, որ ինքը տենց է անում, մի բան է, որ մեր մոնտաժնիկը էդի դնում է։ Կամ ռեժիսորները։ միջև Ջոն Ուիկը եղել է Պիրիվոշիկ, если կհիշեք։ Արա հո։ Ու Պիրիվոշիկի մեջ շատ թույն խորեոգրաֆիա կար։ Հա, ես չեմ հիշում։ Օպերատորսկի, Հա, լավ։ օպերատորսկի, Էդի հա։ Բայևիկ, բան։ Բայց Պերևոշիկը լավ չի տպավորվել, գիտես խի։ Ինքը սխալ ժամանակաշրջանը դուրս Вообще ժամանակաշրջանը կապ չունի։ Խի։ Որտե Պերևոշիկը պրոստը Պերևոշիկը։ Հա, բայց դու չես հիշում։ Ներքին Կասկադյորսկի գործողությունը Ստեյթխեմի չես հիշում, մենք ինչ էր խոսում ենք անում։ բայևիկը, ոչ թե մենակ պրոստը բայևիկ։ Ադրենալինի մեջ որ ընկնում է, վերտալոտից։ Այնտեղ բայևիկը որպես պրոստը բայևիկ է հասկանում ես։ Ինքը ընդ կանոնները հորինում, կանոնները խախտում է։ Խի։ Շոֆերի մասին է։ Ինչ։ Հասկանում ես, այդ 3 մաս ունի այդ կինոն, 3 մասն է շոֆերի մասին, ով գիտի թույն կրակել ու թույն մաշնա քշել։ Հետո Բայց սահմանափակվենք պրոստը Պերևոշիկով, չեմ ասում ընդ մեխանիկ, փչիլավոդ, չեմ ասում դրանք, ածեց, չգիտեմ ինչ որ ինչ ուներ։ Չլավոդ ավելի հետաքրքիր է։ Ախպեր իմ համար ինքը սախ նույն տեղն է, նույն Պերևոշիկն է իմ համար։ Այդ կինոից հետո որտեղ ինքը նկարվել է, բացի բանից, նյուզ ռեժիմիներից, ինքը սախ տեղ նույնն է։ Հա? Հտել է նույնը։ Հա, բայց կինոն ուրիշ ձև է, ստրուկտուրեն։ Իսկ մնացած նույնն է։ Ռուսերն ես նա։ Ահա։ Դե իր թարգմանողն էլ միշտ նույն ձև է։ Դու ուզում ես ասես, կամ ոնց է որ Զայցևն ապ է բանի, նույն Ժելեզն Չիլավեկի դուբլաժանողն է։ Նույն ձեն, հա։ Պրոստը ինքը բան է։ Իր իսկական ձենը լսել ես ոնց։ Նույն ձև է։ Բարակ։ Անդուր անգլերենով։ Հետ գալով Ջոն Ուիկին։ Այդ քո ասածը շատ չոտկի է։ Այնտեղ ասենք Պերևոշիկը սա շատ սահմանափակ բան ունի։ Պաստրայնի միրը։ Հա, Ջոն այդ Ուիկը առումով հա։ Մեծ է Ունի շատ։ ախպեր իր աշխարհը։ Ոնց որ բացում են բան էլի, սեկտա է բացում։ Ինչքան բաց են, ինքը բացվում է այդքան։ Ուրիշ երկրներ, այն բանը, մետաղադրամները ոսկե։ Բանը Վեքսիլները որ բերի։ Ռուսական ընկինը։ Այն իր ռուսեն խոսալը որ ասում է։ Ատի բախուդե։ Չէ, կային իլվետ։ Ցեպ տվեք էլ ինձ։ Ինչ։ Որ ուզքի ծեպտը։ Ռոսես։ Հա։ Меня зовут Giovanni Jovanovic. Я сирота из твоего племени. Պլոմենի ասում։ Հա։ Я дитя Беларуси. Հա, դիտիա։ Дитя Беларуси, сирота. Հետո լավ ռուս են սարքում։ Հա, բայց Դա բանը դու մեկի ռուս են Օ, իսկ սարքում։ տեսել եք այն դոկումենտալ կեմ որ բելարուսական մի հատ գյուղում, որտեղ որ մեծացել է Ջոն Ուիկը տիպը։ В общем, тэс մի հատ օպերատորա ֆռում հարցուփորձ անում, знаем такого малого, ва։ Ора շատ խնդալվի ասում է։ Հա, Ջորդանի, помним, всегда бегал, ножи бросил, имена себя напридумывал. То Нео, то Константин. Я շատ եմ սիրում այդ։ Բայց դուք հասկացաք, որ հարց մնաց, սա ֆրանշիզի մեջ թեխին իրան բաբա իգա ասում։ Ոչ միտեղ չի ասվել խի։ Ես ուզում եմ մի հատ անգլերեն բանը նայեմ, Ոչ միտեղ չկա։ Ես ուզում եմ օրիգինալը նայեմ, որովհետև սա մի հատ հետաքրքիր բան կա։ Противоречие կա։ Բուգիմեն։ Աբրես, որ դեմից ասում են on Baba Yaga, Բայց բուգիմենն ու բաբա իգան տարբեր բան են գիտես, չէ։ հա, բայց օրիգինալում Baba Yaga չկա, Boogeyman կա։
Հա։ Boogeyman։ Բայց ռուսերենի մեջ են ասում, երկուսն ասում են։ Իրան ասում են մեկ Boogeyman, մեկ ասում են բան։ Он тот, кого отправили убить Boogeyman-ը։ Ես հիշում եմ առաջինի մեջ որ ասում է Բաբա Յագա։ Դրա համար Boogeyman-ը Հետո երկրորդը կրկնում է Boogeyman, ասում է դա։ Ես դից բան եմ հիշում։ Առաջինի մեջ էդի տենց ասում է Boogeyman, ասում են այդ։ Բայց Boogeyman-ն ու Բաբա Յագան տարբեր բաներ են։ Вообще նույնը չէ։ Ռուսերեն ազգուշկեն է իր սարքի Բաբա Յագա։ Բաբա Յագա։ Բանը արեն բոյկայ դերասն Բաբա Յագա։ Во всяком случае Boogeyman-ը լինի թե Բաբա Յագան լինի, երկուսն непонятный է, խի։ Միջև վերջ որ հարց է դիմանում, խի է ինքը Բաբա Յագա։ Էդի ախպերս բանի մաս է կազմում։ Լորի մաս է կազմում, ասենց ասեմ։ Հասկաց։ Ամեն դեպքում ինչքան ունենք։ Ինչքան ունենք։ 3 րոպե անլավոտ դերել։ Հա? 15 րոպե։ Բայց 15 րոպե էլ մնացել։ Բերենք ավարտի։ Ոնց բերենք ավարտլինք բանկա խոսում։ Օ, շատ։ Բան բեյաններս բացվավ։ Տեսեմ որ John Wick-ը ավելի լավ է, քան Դնայել ենք որտեղ գիտենք ինչ ենք խոսալու։ նրանք չէին նայել։ Սաղ է նայել ենք։ Դու չէր նայել։ Այնի ես լավ չէի խոսում։ Դու քո խոսում եք Հա, երեք։ դա ինչ փիլիսոփայում է ուժը։ Լավ։ Ո՞ն մահություններ խոսում։ Որտե դուք տարեք դրա վրա թեման։ Ախպեր մենք կինոից ենք խոսում, դու դրել ես։ Բայց կինոյի սյուժե եք Դու խոսում, եթե մենք կինոյի սյուժե հնարավորություն չենք խոսում, որ John Հələ Wick-ը սյուժե չենք խոսում։ խոսացել։ Շո։ Սյուժե չեք խոսացել ասոբը։ Բայց սյուժե չի, Պատահական ենք խոսում։ աշխարհը, այդ իր Ահա, աշխարհը ինչ է կներես։ Ներես աշխարհը։ Վեքսիլ, Դա թե լավ բան հիշեցի աշխարհի հետ կապված։ կոնտինենտալ։ Աշխարհի այդ պաստրայնին որ կա, այդ լորը ամբողջ բանը։ Էդի կոչվում է լոր։ Աշխարհի պատմությունը ինչը որ մնացել է բանից դուրս։ Նոր մարզա։ Ինչը որ մնացել է էկրաններից հետ, էդի շատ կարևոր այնքանով, որ ինքը որոշակի դետալներ են կամ շատ կարևոր բաներ են, որոնք քեզ չեն բացատրում։ Բայց դու պատկերացնում ես, մեկ է այդ Morpheus-ի դերասանը բանը։ Ջոնսոն Ֆրիման, ես իմիշ Ֆրիման։ Ֆրիման չէ, ես Ֆրիման էր։ Պերսոնաժի անունն եմ ուզում հիշեմ, Կարոլ Գոլուբև։ Չէ, ինչ Գոլուբև։ բոմժերի Կարոլ արժե։ Բեզդոմն է, Կարոլ Բեզդոմն է, հա։ Ուրիշ բան էին ասում իրան մեծ։ Հա։ Ոչմ է։ Իրեն պրոստ Կարոլ էին ասում։ Վերջը։ Հա, այդ Կարոլ Բեզդոմն է, եթե իրան հիշում եք, դեմքի շրամներ կա։ Ինքը իտոգում Ջոն Վիկի ձեռից էր տուժե։ Вообще։ Շուտ։ Հա, ինքը ինքը պատմում ասում է, ես քո երեսից տուժեցի, շրամները քո պատճառով է։ Հա։ Հա, ինքը պատմում է։ Էլ գիտես երբ է պատմում, որ Լիսաբան, շենքից որ շպրտում են իրան։ Քաշում տանում է։ Հա, որ տանում են ինք տենում է այդ Հար Ֆիշման էր ոնց որ անունը։ Ես իմիշ Ֆիշման։ Ֆիշեր։ Ֆիշեր, в общем, այդ դերասանը Մորֆեուսի։ Ու այդ վաղ ինքը պատմում է իր շրամների մասին։ Բանը Ջոն Վիկը կիսամա պարկած է։ Ու ինքը պատմում է։ Դե ինձ թվում է ֆիլմի հենց այդ կայֆը այն է, որ ինքը երկրորդում գնում է աղջկան սպանի վեքսիլի թեմայով Երուն իրա։ ու ասում է Իտալացու աղբոր քրոջը։ Քրոջը, որ նայում ասում է քեզ են ուղարկել, ասում է հա կներես։ Ու խնդիրը նրանումն է, որ իրանք աշխարհանից են կառուցել, որ կներեսը դա կներեսը, շո։ Ես պետք է դա անեմ։ Հա, դե այդ մանավանդ Ջոն Ուիկը։ Բանի Ու առաջինի մեջ Ուիլյամ Դեֆոյի որովել տես չի լինում։ ու այդ բանը ինձ շատ է դուր գալի հենց այդ ֆիլմում, որ Ուիլյամ Դեֆոն դելով։ Եվ որ ինքը դուրս է գալի, ախրանիկը գալիս ասում է արեցիր, հա, հաջողեր, ցավոք սրտի, ու սկսում է երկարակել։ Հա, ճիշտ ախրանիկը հետևից է, չէ՞ այդ օգնում։ Հա, ու հետո իրան էլ բանի մետրոյի մեջ Էքսկոմունիկադո, հա։ էքսկոմունիկադո չի այդ վաղ։ Հետո է, որտեվ այդ իտալաց այդ իր անգերը ում այդ որ վեքսիլով գործ էր արել, արոներով փոխանակվել էին, չէ՞։ Պարտքեր Ջոն Վիկի իրան։ Հա։ Ու Հա իրանն է սպանում Ջոն Ուիկը, Արա իրան սպանում է խի, որովհետև ուգավորը եղել է որ տիպը պարտքը տուր, ասում է լավ։ Չի ուզում, իտոգում ասում է հա։ Իտոգը բանն այն Վինստոնն է իրան ասում։ Հա, բայց պատճառը հետո ինչ է ալնում։ Երբ որ ինքը սպանում է, քրոջն է սպանում այդ տղու։ Որ սպանում է, էսի հետևից հանգում, դու իմ քրոջը սպանիր։ Այդ է իմ ուղեղի մեջ չի տեղավորվում լոգիկան։
Որտեղ ուզում ես Չէ, սպանել Ջոն Ուիկին, որտեղ գիտեն որ Խնդիրը- Ջոն Ուիկը պոտենցիալ ապացնեսներ է։ Վեքսիլի տերն է հենց Ջոն Վիկի հետևից ընկնում, ասում դու իմ քրոջ սպանի, ես քեզ պիտի սպանեմ։ Չէ, Իտալացի մաֆիան։ այդ չի հարցը։ Հարցը այն է նախ առաջին ինքը չպետք է ցույց տա, որ ինքն է դա զակազը տվե։ Որտեվ իր գլուխը կուտեն, որ ինքը զակազ տված լինի իր քրոջ Պոտենցիալ, վրա։ հա, պոտենցիալ ունի գիդի, ապացնի արդեն Ջոն Ուիկի։ Երկրորդը ինքը լավ էլ հասկացա, որ Ջոն Վիկից չի պրծնելու, երբ որ ինքը մի բան չի ուզում, իրան ստիպում են, ինքը հետո իրան անում է։ Շուտքի ինքը բեքգրաունդ ունի։ Որը բայց այդ պահը ես ինձ շունչս բաց նայում էի, որ կոնտինենտալում է, որ մտածում է կրակի թե չէ Վինստոնից ասում, հագժվել ես ասում, քակի մեջ ես ընկնելու ու Ջոնի խերն չի գնել կոդ։ Հա, Ես մի հատ բան իմ համար մութ մնաց, ոչ թե մութ, այլ իմ կարծիքով շատ հավայի մոմենտ էր դա։ Չորցե մեռավ թե չէ ինքը։ Չէ, ինքը մեռավ։ Դա ասել եմ որ մեռել է։ 5-րդը արդեն 4-ից շուտ պատմությունը։ Այն որ ինքը այդ ստարիշն է մոտ, անապատ։ Հա, Ինչի համար է ինքը վիզ դնում։ բայց հետո սպանում է իրեն։ ինքը դուսա Կդռում է դրա խաթը։ Ինքը- դուք պետք չէր է իրան, բարձում է։ Չէ, յանի պաշտպանը կանգնում է։ ինքը Հա դուրս որ է հետ գալի, վեկանան իրան կոնտինենտալ։ ինքը դուրս է գալի սիստեմայի դեմ։ Որտեվ ինքը այլ ընտրանք չուներ։ Ինքը ուզում էր սիստեմայից դուրս գար, իրան թույլ չտվեցին ու ինքը ուզեց դուրս գա սիստեմայի դեմ։ Ու իտոգում ինքը որ մեռավ, ինքը կոնտրակտներ արեց, որ ինքը սիստեման պետքա փոխի։ Դրա համար էին իր հետևից ընկնում։ Սաղիզյանը դրա մեջ է։ Սա կայֆ է պատմության դառլա են, որ ինքը դու կարաս մտնես սիստեմայի մեջ ու չես կարա դուրս գաս, բայց դու պետք է կարողանաս նաև դուրս գաս դրանից։ Ու սա պատմությունը դրա մասին է։ Այլ տալենտրանք ու ազատությունը մենք չենք ստանում։ Այդ պատասխանատվության բանը, որը քեզ նավիզացիան անում, ասեցի։ Ու քեզ նավիզացիա։ Ինքը չէր ուզում, չէ՞, այդ կյանքով ապրել, իրեն զորով տարան։ Զորով ամեն անգամ, առաջի անգամ էլ, երկրորդ անգամ էլ։ Բայց դե իրան ոչ մեկ չէր խոմ շան հետ կապված, հելներ տես վրեժ խնդիր լիներ ու ինքը հետ վերադառնում։ Ստարտատից է եղել, հասկանում ես, այսինքն Երկրորդի մեջ այդ իտալացին որ եկավ իր տուն, արդեն այդ բանով էր եկել, որ դու չես կարող հանգիստ ապրես։ Հա։ Ու դու ինձ պատկես։ Չնայած պաֆակտո ինքը գալու էր սենս տնենց, էլի։ Դե, ոնց էլ չլինի, իր գլխի հետևից մեկը կգար։ Իտոգում Մեկին կուղարկեին։ Всё։ բանը որ եկավ դերասանի անունը չեմ հիշում, այդ կորեացի էր, չինացի էր։ Հադոնիենը։ Հա։ Ես այդ դերասանին չեմ սիրում, բայց այդ կինոյում, կստացի իրավերովել են ասում, որ կարող է սերիալ լինի։ Հա լավ կլինի։ Այդտեղ այդ կինոյի մեջ շատ հետաքրքիր էր ինքը։ Շատ противоречивый личность էր էլ ինքը։ Բայց Որ երեխու համար է всё-таки անում, Ջոն Ուիկը իր անգերն է։ հա, Վերջին կրա կարող է դու էլ վերջի շատ լավն է։ դու էլ որտեղ Այդ առումով այդ լուսուդեմ չէ։ Լուսադեմ, բայց որ հասիբի այդ հենց հա։ պահը որ դրել էին, Այֆելան իրանց աշտարակի ամենահաջողված բանն է, Հասիբի պա։ որ խոստումի համար, խոսքի համար մարդ պետք է պատասխանատվություն կրի։ Правила и последствия։ Правила и последствия։ Ինչ իտոկ կարանք տանք։ Ինչ Դա լավ է իտոգ երել, դες կարենք ֆրանկ Ես ասենք տամ правила и իտոգը իմ последствия։ համար Ջոն Ուիկը դաժե Ջոն Ուիկը ինքն իրանով իմ ամենասիրելի պերսոնաժներից մեկն է։ Մի հատ որ խնդրում կնայես երևում է մեծ ծխի հետևը։ Ասի։ Ահա։ Նախ ասեմ որ Ջոն Ուիկը որպես պերսոնաժ իմ ամենասիրած պերսոնաժներից մեկն է։ Դի չի քննարկվում դաժե, իսկ ֆրանշիզան ինքը իրանով ասենք չեմ կարող բացատրեմ թե ինքը ինչ մակարդակ է նոր մցրել բանի մեջ, կինոինդուստրիայի մեջ, որ իրանից հետո արդեն action-ը կինոյում փոխվավ դոյ ի после։ Բայվիկը այլևս նույն ձև չի կարա դիտվի, ոնց որ նույն ձև չի լինի։ Կարա լինի Ստալինի մոտ։ Ախպորպես Ստալոնը սուրի կցա։ Չի արել, մարդը ապրում է։ այսպիսով Այսպեսով, հուսանք մեզ էլի կտեսնեք։ եթե հավանեցիք փոփոխված։ մի քիչ Հա, մի փոփոխված, քիչ փոփոխված հետո կտենակ։ հա, Բաժանորդագրվեք, սեղմեք զանգակի կոճակը, նայեք, գրեք շատ կոմենտներ, կարաք հեյթել անեք, դա էլ օգուտ տալի։ Հա։ արի գիտեք ինչ անենք, ոնց պրսնենք հաղորդումը։ Ոնց։ Ռեսկի 3-ով հարցակվենք իրար վրա սկսենք խփել։
Ստոպ տվեք ախպերս։ Լավ եղեք։